ծնվեց եւ հայտնվեց։ Մեծ ավետիս, հալելույա, ողջ փառքը, պատիվը, մեծարանքը Տերերի Տիրոջը, նրան Հիսուսին, հալելույա։ Փառք ամենակարող մեր Տիրոջը։ Կարող եք նստել, Տեր օրհնի ձեզ, շնորհակալ ենք։ Այո, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Եվ Քրիստոսի ծնունդը մեզ շատ բան է տալիս։ Ընդհանրապես ամեն մի ծնունդ այս աշխարհին ինչ որ բան է տալիս։ Երեխան ծնվում է, ընտանիքին բան է տալիս։ Ինչ որ մեկը որ ծնվում է, այս աշխարհի հան ինչ որ բան է տալիս։ Դու որ ծնվել ես, դու չես ծնվել ուղակի, դու ծնվել ես ինչ որ այս աշխարհի համար օրհնություն լինելու։ Քո ընտանիքի, քո հարազատների, բարեկամների համար օրհնություն լինելու։ Դու ծնվել ես որ ինչ որ մեկին ուրախացնես, ինչ որ մեկը օրհնված լինի քեզանով։ Բայց ուզում եմ ասել, մենք մարդ ենք։ Մենք սահմանափակ ենք։ Իսկ Քրիստոսի ծնունդը ամեն մեկի համար եղավ։ Քրիստոսը ծնվեց, որ ամեն մեկը օրհնված լինի։ Երբ որ մենք տեսնում ենք հրեշտակը երևաց Մարիամին, ասեց. օրհնյալ ես դու կանանց մեջ, Մարիամ։ Եվ դու մի որդի պիտի ծնես։ Եվ անունը Հիսուս կդնես։ Հիսուս, որ նշանակում է փրկիչ, որ նա պիտի փրկի մարդկությանը։ Նա պիտի վեր առնի մարդկության մեղքը։ Եվ Հիսուս Քրիստոսը վեր առավ մարդկության մեղքը։ Նա մարմին դառավ ու բնակվեց մեր մեջ։ Նա եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի կորսված մարդկանց։ Մարդկությունը, որ հեռացել էր այս աշխարհից, նա փրկչի կարիքն ուներ։ Նա կարիք ուներ, որպեսզի փրկվի, եւ ոչ ոք չէր կարա փրկի։ Դրա համար Աստված մարմին դառավ։ Նա եկավ ու վերցրեց մեր մեղքերը։ Քանդեց բաժանման պատը, որը որ մեզ հեռացնում էր Աստծուց։ Վերցրեց ու խաչափայտի վրա բևեռեց մեր մեղքերը։ Եվ այսօր մենք հավատալով նրան ունենք կյանք եւ էլ ավելին։ Ու գիտեք, մենք տեսնում ենք Եսային մարգարեանում ու ասում է, որ մեզ համար մի մանուկ պիտի ծնվի։ Ամեն։ Եսայի մարգարեության 9:6-ը։ Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց։ Ուզում եմ ասել, որ այդ մանուկը ծնվեց մեզ համար։ Այդ որդին տրվեց մեզ։ Մեզ մի որդի տրվեց։ Եվ իշխանությունը կլինի նրա ուսի վրա։ Նրա անունը կկոչվի Սքանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Այսօր աշխարհը կարիք ունի այս մանուկի, որ այդ մանուկը ծնվի ամեն մեկի սրտի մեջ, որ այդ մանուկը գա ու բնակվի ամեն մեկի սրտի մեջ, որովհետև Հիսուս Քրիստոսը այո ծնվեց որպես մանուկ, բայց նա մեծացավ, հասակ առավ, ծառայեց, մարդկության համար խաչվեց եւ ինձ ու քեզ կյանք տվեց իր հարությամբ։ Դրա համար ես եւ դու կարիք ունենք, որպեսզի թույլ տանք, որ Աստված գա մեր կյանքի մեջ։ Գիտեք, ծնվի մեր կյանքի մեջ։ Մի պատմություն, որ ես ուզում եմ հիշել, ու մենք հիշենք բոլորս, որը գրված է Ղուկասի ավետարան 2-րդ գլխի մեջ։ Երբ որ Հիսուսը ծնվել էր ու մեծանում էր իմաստությամբ ու հասակով։ Գիտեք, մի իրավիճակ եկավ, որ ծնողները նրան կորցրեցին։ Այնպես չէր, որ Հիսուսը կորել էր։ Ծնողները կորցրեցին։ Որովհետև երբ որ նրանք 3 օր ման էին գալիս, գիտեք 3 օր երեխային ման գալու ինչ է նշանակում։ Ես չեմ մտածում իմ երեխան 3 օր կորած լինի, իմ վիճակը ինչ կլինի։ Ես չեմ պատկերացնում այդ վիճակը, ինչ կերպ ես ման կգամ, ինչպես կփնտրեմ, ու ես պատկերացնում եմ, թե ինչպես են Մարիամը եւ Հովսեփը փնտրում։ Ու գիտեք, ուզում եմ ասել, այսօր շատերը կան, որ Քրիստոսի անունը լսել են, բայց դեռ Քրիստոսը չի էլ ծնվել իրանց սրտում։ Եվ նրանք կարիք ունեն, որպեսզի ընդունեն Հիսուսին, եւ Հիսուսը ծնվի իրանց կյանքի մեջ։ Ով այսօր առաջի անգամ խնդրում եմ ձեռք բարձրացրու, եթե դու առաջի անգամ ես։ Փառքասուն Տեր օրհնի ձեզ։ Այսօր պատահական օր չի ձեզ համար։ Քրիստոս այսօր ծնվելու է ձեր սրտի մեջ։ Նույնպես ուզում եմ ասել, բայց լինում է կյանքում իրավիճակներ, որ մենք կորցնում ենք Քրիստոսին։
Բայց այնքան կարևոր է, արդեն այստեղ խոսք են մարդկանց մասինը, ովքեր ունեն Քրիստոսին։ Ինչպես Հովսեփն ու Մարիամը ունեին Քրիստոսին, բայց ինչ որ մի իրավիճակ եկավ ու կորցրեցին։ Այնքան կարևոր է մեր սրտի վիճակն, փափագը, արդյոք մենք կորցրած վիճակից հետո փնտրում ենք։ Որովհետև եթե չփնտրես, դու չես գտնի նրան։ Բայց ուզում եմ ասել, Հիսուսը չի կորցրել, նա չի կորել, մենք ենք կորցնում։ Որովհետև երբ որ գտան Հիսուսին, Հիսուսն ասեց հետևյալ խոսքերը. Ինչու եք ինձ փնտրում, չէ որ ես իմ հոր տանը պիտի լինեմ։ Գիտեք, Հիսուսը հեռու չի քեզանից։ Եթե դու լինելով քրիստոնյա, ինչ որ մի իրավիճակների մեջ կորցրել ես Տիրոջը, կորցրել ես Տիրոջ ներկայությունը, այսօր ժամանակն է վերագտնելու։ Այսօր դու քայլ ես արել, եկել ես Աստծո տուն։ Եվ Տերն ասում է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքված լինեն իմ անունով, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Այո, դու ճիշտ տեղում ես։ Ու այսօր լսում ես նրա խոսքը։ Բայց սրտիդ մեջ այդ փնտրտուքը, նրա ներկայության նկատմամբ, այնքան կարևոր է, որ դու փնտրես նրան, այնքան կարևոր է, որ քո սիրտը փափագի նրան, փնտրի նրան, եւ դու կգտնես։ Ու այսօր օրն է գտնելու։ Այսօր օրն է կորածը գտնելու։ Կորսվածը գտնելու, քանդվածը նորոգվելու, ընկածը կանգնելու։ Բայց այնքան կարևոր է մեր մոտեցումը։ Արդյոք ես փնտրում եմ նրան։ 3 օր ման էին գալիս։ Ես չգիտեմ քո մոտ քանի օր է կորած վիճակը։ Բայց կարևոր է, որ դու պարապ չնստես, փնտրի նրան։ Նրա ներկայությունը հեռու չի։ Նա կանգնած ամեն մեկի սրտի դռան առաջ ու թակում է, որպեսզի գա քո կյանքի մեջ եւ նորովի վառի են կրակը, որ քո սրտի մեջ կար։ Բորբոքի են կրակը, որ քո սրտի մեջ եղել է։ Հիսուսը նույնն է երեք այսօր ու հավիտյան, նա նույն Աստվածն է, որ ուզում է գա ու բարձրացնի քեզ։ Ուզում է գա ու բժշկի քեզ։ Ուզում է գա ու վերականգնի քո կյանքը։ Նա այդ Հիսուսն է, որ երբեք չի անտեսում կորածին, երբեք չի անտեսում ընկածին։ Ինչպես Սամարացու առակի մեջ, բարի Սամարացու առակի մեջ, մենք տեսնում ենք Հիսուսը իր օրինակն է բերում։ Որ Սամարացին անցավ, տեսավ ընկածին ու բարձրացրեց։ Լվաց նրա վերքերը գինիով։ Հիսուսն է լվաց իր արյունով մեր վերքերը։ Յուղով օծեց, նա մեզ օծեց Սուրբ Հոգով։ Եվ տարավ Իջևանատուն։ Տարավ իր տուն եւ մարդկանց ասեց խնամեք, որն էլ եկեղեցին։ Տեր ուզում է, որ դու լինես իր ներկայության մեջ։ Տեր ուզում է, որ դու լինես իր տան մեջ հաստատված ու տնկված իր ներկայության մեջ։ Եվ իր քո սիրտը նրա սրահների մեջ լինի։ Քո սիրտը նրա ներկայության մեջ լինի։ Դու վերապրես այն, ինչ որ ժամանակին ունեցել ես։ Եթե ունես ավելի բորբոքի, եթե ունես ամուր գրկի, պահի այնպես, որ երբեք չկորցնես, որովհետև մենք մի գանձ ունենք Աստծուց տրված մեր հողեղեն անոթներում, մենք չենք, որ արժեքն ենք, նա է արժեքը, որ ապրում է մեր մեջ, եւ նրանով ենք մենք արժեքավորվում։ Եվ Աստծո արքայությունը նման է մի գանձի։ Երբ որ մարդ գտնում է, ինչ ունի, թողնում է, որ այդ գանձն ունենա։ Աստծո արքայությունը Քրիստոսով է մեր մեջ։ Առանց Քրիստոսի չկա Աստծո արքայությունը։ Դրա համար Քրիստոսը ծնվեց, որ երկնային արքայությունը գա այս երկրի վրա։ Քրիստոս ծնվեց, որ Աստծո արքայությունը գա քո սրտի մեջ, Աստծո արքայությունը գա քո ընտանիքի մեջ, գա ամեն տեղ այս երկրի մեջ։ Նա ծնվեց ու բերեց երկնային արքայությունը իր ծնունդով այս աշխարհ։ Եվ հիմա էլ մեր սրտերի մեջ, մեր ընտանիքների մեջ նա ծնվեց, որ մենք անմասն չմնանք երկնային արքայությունից, անմասն չմնանք Տիրոջ ներկայությունից։ Նա եկավ ու քանդեց այն պատը, այն բաժանման պատը, որը մեղքն էր, որ մեզ հեռացրել էր Աստծուց։ Ուզում եմ ասել, եթե քո կյանքի մեջ կա մի պատ, որ քեզ բաժանում է Տիրոջից, այսօր ժամանակն է։ Ժամանակն է, որ դու այդ պատին ոչ ասես, որ դու Հիսուսին այո ասես։ Ժամանակն է, որ այդ արյան զորությունը քեզ մաքրի, որովհետև Քրիստոսն եկավ, որ մեռնի
Եվ նա գիտեր, որ գալու է մեռնի։ Եվ նա գիտեր ու եկավ այս աշխարհ, ինչպես Եսային մարգարեանում է։ Հիրավին ամեր ցավերը վեր առավ։ Մեր մեղքերը բեռնեց իր վրա Եսայի 53-րդ գլխի մեջ։ Եվ ասում է նա ոչ կերպարանք ուներ, որ մենք ոչ էլ վայելչություն, որ մենք տեսնեինք ու ախորժեինք։ Բայց նա մեր մեղքերի համար չվիրավորվեց։ Մեր անօրենությունների պատիժը իր վրա վերցրեց։ Եվ նրա խոցերով մենք բժշկվեցինք։ Նա մահացավ ու հարություն առավ ինձ ու քեզ կյանք տալով։ Ու այսօր ժամանակն է, որ մենք գանք Տիրոջ մոտ ու ասենք Տեր, ես գտա քեզ։ Եթե կորցրել եմ, ես գիտեմ, որ դու այստեղ ես։ Ես գիտեմ, որ դու այստեղ ես ու դու պատրաստ ես ինձ նորից ու նորից բժշկելու, նորոգելու, բարձրացնելու։ Ես քո կարիքն ունեմ։ Այնքան կարևոր է սիրելի Աստծո մարդ։ Այնքան կարևոր է սիրտ, որը փափագում է Աստծուն։ Սիրտ, որ ծարավ է։ Որովհետև ամեն մի ծարավն է, որ կգա ու կխմի։ Որովհետև ամեն մի փնտրողն է, որ կգտնի։ Ամեն մի թակողին է, որ կբացվի։ Եվ Քրիստոսը ծնվեց, որպեսզի գտնված լինի մեր կողմից։ Նա իրան չի հեռացնում մեզանից։ Նա հայտնվեց, որպեսզի դու օրհնվես։ Նա հայտնվեց, որպեսզի դու փրկված լինես, վերականգնված լինես։ Նա եկավ այս աշխարհ հենց այդ նպատակով, որ կորցվածը գտնի։ Եվ Հիսուսն ասում է. արդյոք մարդի որդին որ գա, հավատ կգտնի այս երկրի վրա։ Ու այսօր հավաքված են մարդիկ, որ հավատում են նրան։ Եվ նա տեսնում է այդ հավատքը ու գտավ քո մեջ այդ հավատքը։ Իսկ հավատքը երբ որ գտնում է Հիսուսը քո մեջ, ապրեցնում է, կենթանացնում է, բարձրացնում ու բժշկում է, զորացնում է ու լցնում է կյանքով։ Այսօր ժամանակն է կանգնելու, վեր կենալու, ինչպես Աստծո խոսքն է Եսային մարգարեանում 61-րդ գլխի մեջ։ Վեր կաց եւ որովհետեւ լույսդ Քրիստոսն է լույսը։ Լույսը եկել է, ժամանակն է մեր վեր կենալու եւ լուսավորելու, որտեւ լույսը եկել է մեր, որ Քրիստոսն է։ Ինչպես Հովանեսն է, առաքյալը ասում, ես չեմ լույսը, ես վկայում եմ լույսի մասին։ Լույսը Քրիստոսն է։ Նա եկավ այս խավար աշխարհ, որպեսզի լուսավորի ամեն մի խավարում գտնված մարդկանց։ Եվ խավարում նստած ժողովուրդը ինչ տեսավ, լույս տեսավ, եւ Քրիստոսն է լույսը։ Եվ գալով Քրիստոսին նա լուսավորվում է։ Գալով Քրիստոսին խավարը հեռանում է իր կյանքից։ Եվ նրանք, որոնք որ ընդունեցին նրան, Աստված նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Դու ընդունելով Տիրոջը դառնում ես Աստծո որդին, նրա զավակը։ Նա եղավ որդի, որ դու լինես որդի։ Նա մահացավ, որ դու կյանք ունենաս։ Նա վերցրեց հիվանդությունները, որ դու բժշկված լինես։ Նա տարավ անեծքը, որ դու օրհնված լինես։ Այնպես որ ոչ ոք չվերցրեց իր կյանքը, նա դրեց իր կյանքը։ Նա ծնվեց, եկավ, որ մահանա, չարչարվի ու մեզ օրհնություն լինի, հարություն առնելով։ Ու նա հարություն հառավ ու մեզ կյանք շնորհեց։ Փառք մեր ամենակարող Տիրոջը։ Հալելույա։ Իրականում այնքան կարևոր խոսք էր, որ իմ սրտում Աստված բարձրացրեց, եթե կորցրել ես Հիսուսին։ Այո, լինում է մարդկանց մոտ։ Լինում է կյանքում իրավիճակներ, որ դու գտած ես, ունես Հիսուսին, բայց ինչ որ մի պահ կորցրել ես։ Մի պահ։ Բայց Հիսուսը չգիտեք ես ուր պիտի լինեմ։ Հորս տանը։ Այնքան կարևոր է սիրտ, որը որ գիտի որտեղ է Հիսուսը։ Որովհետև սիրտը, երբ որ փնտրում է Հիսուսին, ոտքերն ինչ է, որ չվազեն Հիսուսի մոտ։ Հարցը սիրտն է։ Եթե սիրտ ուզում է ու փնտրում է, ոտքերը կվազեն։ Եթե սիրտ ուզում է լսի, ականջն ինչ է, որ չլսի։ Որտև եթե սիրտը հոժար է, ականջը լսում է, ոտքերը վազում է, ձեռքերը գործում է, կյանքը նվիրվում է։ Եթե սիրտը ուզում է նվիրվի։ Դրա համար ամեն ինչ այսօր կախված է մեր սրտից։ Հիսուսը թակում է մեր սրտի դուռը,
որ ինքը գա եւ ապրեցնի։ Կորածը գտնվի։ Ես հիմա չեմ ասում մարդիկ, որ առաջի անգամ են առաջ գան։ Ես հիմա ասում եմ մեզ բոլորիս։ Եկեք կանչենք Հիսուս անունը։ Եթե կորցրել ես, նորից եմ ասում, կանչիր։ Նա այստեղ է։ Բայց Աստված տեսնում է սիրտը, քո սիրտը։ Ու ամեն պատասխան քո սրտի մեջ է։ Որովհետև խնդիրների լուծումն է նույնպես սրտի մեջ։ Որովհետև նա է գալիս սրտի մեջ, Հիսուսը գալիս է սրտի մեջ։ Փրկիչը գալիս է մեր մեջ, որպեսի փրկի, որպեսի վերականգնի, որպեսի ազատի։ Ես գիտեմ ինչ եմ խոսում։ Ես չեմ խոսում ուղղակի խոսք, որովհետև պիտի խոսեմ։ Ես ապրել եմ, իմ կյանքում եղել է վիճակներ, որ ես կորցրել եմ։ Բայց ես իմացել եմ, որտեղ է Հիսուսը։ Ու ես վազել եմ, որտեղ կա վերականգնում, որտեղ Հիսուսի մեջ է վերականգնում։ Եթե սիրտը ուզում է, նորից եմ ասում, ոտքերը վազում է։ Հիմա Հիսուսը տեսնում է քո սիրտը։ Մենք տեսնում ենք քո երեսը։ Դու էլ տեսնում ես իմ երեսը։ Իսկ Աստված տեսնում է բոլորի սրտերը։ Ցանկացի նրան ամեն ինչից առավել։ Ցանկացի։ Հիսուսը մի հետարքիր բան ասեց ցանկանալով, ասում է ցանկանալով ցանկացա իր զատիկը ձեզ հետ ուտել։ Ցանկանալով ցանկացա։ Մի բանա ցանկանալ, մի բանա ցանկանալով ցանկանալ։ Ինքան կարևոր է ցանկանալ։ Ու մեր ներսի մարդը, երբ որ մեր սիրտը ցանկանում է, այս մարդը կնվիրվի, այս մարդը կտրվի։ Աստված ուզում է քո սրտի նվիրումը։ Մենք ծառայության սկզբում մեր նվերներից տվեցինք։ Փառք Տիրոջ այդ նվերի համար։ Դա սիրո արտահայտում էր, բայց ավելի մեծ նվեր չկա, երբ որ մարդը իր սիրտն է նվիրում։ Որովհետև Աստված իր ամբողջ կյանքը տվեց մեզ համար։ Եվ Աստված ուղղակի այդ նվերը չի, որ ուզում է, քո սիրտն է ուզում այդ նվերից առաջ։ Այդ նյութական տալուց առաջ Աստված քեզ է ուզում, ոչ թե այդ նյութականը։ Աստված ուզում է քեզ ունենա։ Նյութականը քեզ ունենալուց հետո դա արդեն ուղղակի տեխնիկայի հարց է, որ ասում եմ։ Այնպես որ ժամանակն այսօր նվիրման։ Ժամանակն այսօր նոր էջ սկսելու։ Կյանքի էջ, նոր էջ, որտեղ Քրիստոսի մեջ է նոր էջը։ Քրիստոսով ամեն բան նոր։ Ով ունի, ուղղակի հարց եմ տալիս։ Իր կյանքում մի իրավիճակ, որ ուզում եմ, որ այդ իրավիճակում վերջանա ու նոր էջ սկսի։ Ես ունեմ, որ ուզում եմ նոր էջ սկսվի։ Ուզում եմ ասել, Քրիստոսով է նոր էջերը սկսվում։ Որտեղ ամեն հները Քրիստոսով անցնում, ամեն նոր բաները Քրիստոսով է սկսվում։ Ժամանակն է այսօր։ Այն ինչ որ պիտի վերջանա, իրան ճանապարհս քո կյանքից, որ վերջանա։ Որ այն ինչ որ սկսվելու է, Քրիստոսով է սկսվելու։ Քրիստոսին ընդունես, որ սկսվի քո կյանքի մեջ։ Եկեք փակենք մեր աչքերը ու նվիրման աղոթք ասենք իրեն։ Նվիրենք մեր սրտերը Տիրոջը։ Հալելույա մեր Աստված։ Մենք քո առջև ենք, սիրելի Տեր։ Եվ մենք շնորհակալ ենք, Տեր, որ դու ծնվեցիր։ Եկար այս աշխարհ, որ այս կորսված աշխարհը նորոգվի, հույս ունենա, փրկություն ունենա, կյանք ունենա ու էլ ավելին։ Հիմա մենք կանգնած ենք քո առջև եւ մենք գիտակցում ենք, որ քո կարիքն ունենք։ Գիտակցում ենք, Տեր, որ շատ անգամ կորցրել ենք քեզ։ Հիմա նվիրում ենք նորից ու նորից մեր սրտերը քեզ։
Դու այստեղ ես։ Դու ընտրեցիր մեզ, ոչ թե մենք քեզ։ Դու գտար մեզ, ոչ թե մենք գտանք քեզ։ Բայց մենք շատ անգամ թողնում ենք քեզ։ Եվ հիմա այսօրն է, որ գտանք քեզ նորից։ Եվ դու հասանելի ես մեզ, դու տեսնում ես մեզ եւ ընդունում ես մեզ։ Ինչպես սիրող հայր, որ ամեն մի որդի, որ գալիս է իրեն, չի փակում դուռը, այլ բացում է եւ ընդունում է եւ վերականգնում է։ Շնորհակալ ենք ընդունելության համար, վերականգնման համար, բժշկության համար, նոր էջի համար, որ սկսվեց մեր կյանքի մեջ քեզանով։ Շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Գիտենք, որ ամեն բան քեզանից է, քեզանով է եւ դեպի քեզ է։ Մենք էլ քեզանով ենք ապրելու ու դեպի քեզ էլ գալու ենք։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու մեզ չես անտեսում։ Ահա ես։ Ահա ես։ Ահա ես Հիսուս, որ ինձ տալիս եմ քո ձեռքերի մեջ։ Արայն ինչ որ կամքն է, արայն ինչ որ դու ես կամենում իմ կյանքի մեջ եւ այստեղ գտնվող յուրաքանչյուրի կյանքի մեջ։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք, որ դու հիմա բժշկում ես։ Շնորհակալ ենք, որ դու հիմա վերականգնում ես։ Շնորհակալ ենք, որ դու հիմա հրաշքներ ես անում այստեղ, այս վայրի մեջ։ Շնորհակալ ենք քո հրաշագործ զորության համար։ Հիմա մենք հրճակում ենք քո հրաշքների զորությունը այս վայրի մեջ։ Եվ ամեն մի խավարը մենք ասում ենք լինի ցնված մեր Տեր Հիսուսի անունից։ Ամեն մի տկարություն, ցավ ու հիվանդությունը թող հեռանա այստեղից։ Հիսուսի զորավոր անունից մենք հրճակում ենք կյանք եւ էլ ավելին։ Մենք հրճակում ենք բժշկություն եւ ազատագրում մեր Տեր Հիսուսի անունից։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Շնորհակալ ենք քեզ։